Հարգելի գործընկերներ, ես կխնդրեմ միայն գործընկերներ, պարոն Թորոսյան, դուք, պարոն Գեգամ Մանուկյանը եւ Արմեն Խաչատրյանն, ովքեր խոսեցիք կարանտինի ներկայացման թույլատրելիության մասին, ուսումնասիրություններ անեք, պարոն Խաչատրյան, նաեւ լինելով հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջազգային փորձը բերեք, հասկանանք զարգացած երկրներում ոնց է կարգավորումները լինում, մեր մոտ էլ նման փոփոխություններ անենք, կսպասեմ ձեր կողմից առաջարկների։ Պարոն Սարգսյան, եթե հիշում եք, իհարկե մեր ֆունկցիոնալ դաշտից դուրս էր, բայց մեր հանձնաժողովը ինչ ձեռնամուխ եղավ հետազոտություններ իրականացրեց կալանավայրերում տեղի ունեցող դեպքերի եւ ամբողջական փաթեթը մենք ուղարկեցինք ազգային անվտանգություն, որպեսզի ճշտեն մեր տեղեկատվությունը, որ մենք ունենք, եւ այդ տեղեկատվությունը դարձավ լայն քննարկման առարկա։ Անկախ նրանից դա մեզ վերաբերվում էր ֆունկցիոնալ թե ոչ, ձեր առաջարկը շատ լավ է, որ այս դեպքում էլ, պարոն Խաչատրյան, արժի, որ մենք նորից այդպիսի մի ուսումնասիրություն, վիճակագրություն հավաքենք, հասկանանք ինչ է, եւ այդ անտարբերությունը հենց այնպես չի ծնվել, եւ մենակ ասենք անտարբերություն վերացի, ինքը չի վերանալու։ Ուրեմն ինչ-որ մեխանիզմներ է պետք, քննարկենք եւ մեր կողմից մեր առաջարկներով գուցե լուծումներ կարողանան գտնել։ Շնորհակալ եմ, խնդրեմ։ Շնորհակալություն, ամբողջապես համաձայն եմ, տեսեք, այս նախագծով բավականին լուրջ երաշխիքներ է ստեղծում խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի դեմ, բայց կարծում եմ եւ կոչ եմ անում բոլոր ազգային ժողովի մեր падգամավոր գործընկերներին ուշիուշով հետևել, ուսումնասիրել, արձագանքել բոլոր խնդիրներին այս ոլորտում կալանավայրերում պահվող անձանց հետ կապված խնդիրներին եւ իմի բերել եւ միջոցներ ձեռնարկել, որովհետեւ այնտեղ խնդիրները շատ են, միայն կարանտինը չէ, որ խնդիր է, բավականին շատ խնդիրներ ենք տեսնում։ Հիմա ղեկավարությունը փոխվել արդեն քրեակատարողական հիմնարկում, գործուն միջոցներ են ձեռնարկում, բայց խորհրդարանական վերահսկողությունը շատ կարևոր է, հատկապես այս ոլորտի, որտեղ ամեն ինչ մութ է, ոչ մի բան չի լուսաբանվում, լրատվամիջոց չկա, մարդիկ իրենց իրավունքները ձգտում են երբևէ չբարձրաձայնել այդ մասին։ Ես կարծում եմ, որ падգամավորները լուրջ անելիք ունեն եւ այո, մենք այս առաջիկայում կրկին ուսումնասիրություններ կանենք եւ կգնահատենք վիճակը։ Շնորհակալություն։ Նաեւ այցեր կանենք, ասեմ ձեզ։ Ես համոզված եմ, որ արդարության նախարարը եւ նորանշանակ ծառայության ղեկավարը, եթե չեն լսել, կլսեն օրվա մեջ բարձրացրած մեր մտահոգությունները եւ գուցե իրենց կողմից դուրս գան առաջարկներով եւ մենք իրենց կաջակցենք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն։ Իսկ եթե այդ խնդիրները չլուծվեն, բնականաբար մենք մեր խորհրդարանական վերահսկողության գործիքակազմով ամեն ինչ կանենք, որպեսզի օր առաջ դրանք լուծված լինեն։ Դա այդպես է։ Ելույթների ոնց որ թե հերթագրման մեջ էլ մարդ չունենք, պարոն Խաչատրյան, պարոն Ղազարյան չունեք, Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է անազատության մեջ գտնվող անձանց, որոնք իրականում շատ խոցելի խավ են իրավունքների շատ հաճախ զրկված, եւ մեր ընդդիմադիր падգամավորների դառը դուք հանգիստ եք, մենք այս իշխանությունը թույլ չի տալիս, որ մեր падգամավորները ամենժամյա ռեժիմով անազատության վայրերը այցեր չանեն։ Մենք Հայաստանի բոլոր գաղութների, բոլոր ծառայողներին անգիր գիտենք, նույնիսկ պարշարքային աշխատողների տեղափոխությունը, ամեն դեպքում կանոնավոր ողջունելի նախաձեռնությունը մենք կողմ ենք քվեարկել։